19-ամյա Անգելինան կանանց գումարտակի ամենակրտսեր պայմանագրային զինծառայողն է։ Ծառայության հանդեպ սերը ձևավորվել է դեռ վաղ տարիքից։ Պատմում է, բարդ, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող ճանապարհ է։ Ես տեսնում էի զինծառայողներին ու զինվորական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի առանձնահատուկ վերաբերմունք էի ցուցաբերում նրանց նկատմամբ եւ ցանկանում էի, որ ես էլ օրերից մի օր կրեմ այդ համազգեստը։ Դժվարությունները հաղթահարում է ծառայակիցների ու ընտանիքի աջակցությամբ։ Ինձ համար անկեղծ ամենաբարձը եղել է շարային պատրաստությունը եւ արդեն դա շտկում է եւ հաղթահարումը փուլում է։ Անգելինան Սյունիքի մարզից է, Երևան է եկել ուսման նպատակով։ Միաժամանակ սովորում է 2 համալսարանում, ծանրաբեռնված գրաֆիկը պահանջում է կամք ու կազմակերպվածություն։ Քանի որ հետագայում ցանկանում եմ ռազմական իրավաբան դառնալ, որոշեցի մտնել զինված ուժեր եւ ավելի խորությամբ ծանոթանալ համակարգի ներսից։ Ընդամենը 3 ամսվա ծառայությունն Անգելինային ավելի կարգապահ ու պատասխանատու է դարձրել։ Ասում է, այժմ որոշումներ կայացնելիս ավելի վստահ է ու հաստատակամ։ Վերջին շրջանում հատկապես շատ եմ լսել տարբեր աղջիկների, ովքեր ցանկություն ունեն, սակայն կա նրանց մեջ վախ։ Եթե կա իսկապես ցանկություն ինչ-որ նոր բան սկսելու, ապա կարելի է փորձել եւ այդ փորձի արդյունքում նախ դու ինքդ քո մեջ ինչ-որ փոփոխություն, ինչ-որ դրական շարժ ես նկատում եւ կարծում եմ, եթե կա իրապես ցանկություն, մենք նաեւ բոլորս պատրաստական ենք յուրաքանչյուր կլինիկին թե աղջիկ, ովքեր կհամալրեն մեր շարքերը, պատրաստ ենք աջակցել, օգնել եւ հասնենք այն միասնական նպատակին, որի համար բոլորս ծառայում ենք։ Ամանորի սպասումը կանանց գումարտակում չի խանգարում զինվորական կարգապահությանը։ Օրն ինչպես միշտ սկսվել է առավոտյան տողանով, հետո ֆիզիկական պատրաստություն, լսարանային դասեր։ Առաջին տարին է Անգելինան Ամանորը դիմավորում ծառայության մեջ, որպես պայմանագրային զինծառայող։ Ասում է, այս Ամանորն իր համար զարթոնքի ու վերածննդի խորհուրդ ունի։ Որպես զինված ուժերի զինծառայող ցանկանում եմ խաղաղություն, ամենայն բարիք եւ բոլորիս գործողությունները ի նպաստ լինեն Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը, բոլոր զինծառայողներին, իմ ծառայակիցներին ու ընդհանրապես ամբողջ հայոց բանակին մաղթում եմ ուժ, եռանդ, կամք եւ անսահման մեծ նաեւ համբերություն մեր ծառայության ու նվիրական գործի մեջ։